Բարեձեզ Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցել եմ Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, Հայաստանի հաջորդ գումարման 9-րդ գումարման ազգային ժողովի պատկերն այլևս պարզ է, սեպտեմբերի 2-ին կգումարվի առաջին նիստը։ Ինչ պիտի աներ ընդդիմությունը, որ չարեց այս պատկերը չունենալու համար, որովհետև գիտենք, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ունենալ 3/5-ը ազգային ժողովի, բավարար էր արդյոք պայքարը ընդդիմության, որպեսզի թույլ չտար Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների փոշիացում։ Քաղաքականությունը հետևողական, մաթեմատիկական, ճշգրիտ աշխատանք է։ Հայաստանի ընդդիմադիր դաշտը կարողացավ շատ հաջող իրականացնել իր վրա դրված արևմուտքի կողմից ծրագիրը եւ այնտեղ հասավ, որ ժողովուրդը այսօր արդեն մոռանում է փոխել Նիկոլին եւ մտածում է, որ փոխել ընդդիմությանը։ Սա ֆանտաստիկ է։ Սա ընդդիմության հավաքական աշխատանքի արդյունքն է։ Դեռևս 2021 թվականից հետո ակնհայտ էր, որ Նիկոլը ամեն ինչ անելու է, որ մնա իշխանության գլխին եւ ամեն ինչ անելու է, որպեսզի արևմուտքին դուր գա մինչեւ վերջ եւ ինքը ստեղծելու է այնպիսի իրավիճակ, որ ինքը նորից վերընտրվի եւ եթե պետք լինի սահմանադրությունը կփոխի, որպեսզի 4-րդ, 5-րդ, 10-րդ անգամ նորից վերընտրվի։ Քաղաքականության մեջ սա անվանում են տեղեկատվական փոփոխություն, որի արդյունքում ժողովուրդը հիասթափվում է ամեն ինչից եւ էլ ցանկություն չունի մասնակցի որևիցե փոփոխությանը եւ նախաձեռնողականությունը կորցնում է։ 2018 թվականից այս կողմ ընդդիմությունը ամեն ինչ արեց, որպեսզի այդ իրավիճակը ստեղծվի Հայաստանում։ Եվ այդտեղ շատ մեծ դերակատարություն ունեցան արևմտյան բոլոր կառույցները եւ դժբախտաբար ես անգամներ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանում եւ ընդդիմությունը եւ իշխանությունը, ընդդիմությունը ընդհանուր առմամբ իրենք աշխատում են արևմտյան դաշտում։ Պարոն Պետրոսյան, ներեցեք, եթե Նիկոլ Փաշինյանի բացահայտ աջակցություն էր ստանում արևմուտքից, հիմա դուք պնդում եք, որ ընդդիմությունը նույնպես աշխատում է ընդդիմության արևմուտքի, այսպես պատվերով եւ այլն։ Այդ դեպքում հետընտրական այս ամբողջ իրարանցում, այս հետապնդումներն ինչի համար են։ Որպեսզի ժողովուրդը ավելի հիասթափվի։ Ուրիշ ոչ մի նպատակ չունի։ Սովետական միության քանդվելուց հետո հիմնականում արևմտյան ուղեղային կենտրոնները, հոգեբանական եւ մնացած վերլուծական կենտրոնները աշխատել են հետ-սովետական միության ժողովրդի վրա, որպեսզի իրենց վստահությունը կորցնեն սեփական ուժի նկատմամբ։ Եվ իրենք վստահությունը կորցնեն իրենց քաղաքական լիդերների նկատմամբ։ Ամենավառ օրինակը Հայաստանում։ Ինչ արեցին։ Սովետական միության փլուզումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց կրթական, արդյունաբերական եւ մնացած համակարգերը։ Քանդեցին արդյունաբերությունը, արդեն անիմաստ դարձավ պոլիտեխնիկը եւ մնացած գիտակրթական համակարգերի գոյությունը։ Արդյունքում դասախոսները, ուսուցիչները սկսեցին նայել ուսանողների եւ աշակերտների ձեռքերին, որպեսզի իրենք կերակրեն իրենց եւ դրա արդյունքում արդեն որևիցե աշակերտ կամ ուսանող չի հարգի իր դասախոսին կամ ուսուցիչին եւ կրթական մակարդակը անկում ապրեց։ Եվ մենք տեսնում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ վերջի 35 տարվա ընթացքում Հայաստանի պետական համալսարանը, ակադեմիան, արևելագիտության ֆակուլտետը, սլավոնական համալսարանը, եվրոպական համալսարանը լուրջ կադր չեն արտադրել։ Մենք չունենք։ Մենք այսօր Հայաստանում քաղաքագետ 5 մատի մի ձեռքի 5 մատը շատ է ասել, որ ունենք։
Մենք ունենք քաղաքագետներ, ովքեր որ կամ թղթախաղով են զբաղված եւ փորձում են բախտագուշակի դերակատարում վերցնել իրենց վրա, կամ սուրճի բաժակ են նայում, որպեսզի ասեն, թե ինչ է լինում։ Ոչ մեկը չի ուզում խորքային վերլուծություն իրականացնի, քան որ խորքային վերլուծություն իրականացնելու համար իրենք պարտավոր են 24/7 ռեժիմով կարդալ։ Իսկ իրենք չեն սիրում կարդալ։ Եվ դրա համար իրենց բոլոր վերլուծությունները ակնթարթային են եւ պահի տակի ազդեցության են, ոչ թե խորքային։ Արդյունքում ժողովուրդը սկսում է հիասթափվել։ Մեր քանի քաղաքագետները կամ քաղաքական մեկնաբաններն են վերջի 6-7 տարվա ընթացքում ասել են սեպտեմբերին Նիկոլը գնալու է, հոկտեմբերին գնալու է, դեկտեմբերին է գնալու, մարտին է գնալու եւ դրանք բոլորը հատասումը ո՞րն է գնալու է։ Ինքը այսպես թե այնպես գնալու է, բայց իր գնալը ամբողջությամբ կապված է աշխարհաքաղաքական իրադարձություններից։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած այս կողմ բոլոր նախագահները եւ այսօր Նիկոլը Հայաստանը դարձրեցին օբյեկտ բոլորի համար։ Եվ հիմա այս օբյեկտի վրա խաղում են իրենք։ Եթե դուք դարձնում եք ձեզ խաղաքարտ եւ ցանկություն ունեք նետվեք սեղանի վրա, բարձ է որ դերակատարները փոխվելու են։ Եվ այդ դերակատարները փոխվելու են այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակներն ավելի սրվի։ Վերջիվերջո ոչ մեկին գաղտնիք չի, որ այսօր համաշխարհային համակարգ է փոխվում, եւ այդ համաշխարհային համակարգը ունի երկու գլուխ՝ Չինաստան եւ Միացյալ Նահանգներ։ Ռուսաստանը սովետական միության փլուզումից հետո բավականին թուլացել էր, սարսափելի ձևի էր թուլացել, եւ ինքը չունի այն նախքին հմայքը միջազգային ասպարեզում, որը ուներ։ 2007 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Մյունխենում, երբ Վլադիմիր Պուտինը ազդարարեց արևմուտքին, որ հեռու մնան իր տարածքից, եւ այն ժամանակ Ջորջ Բուշը այդ ասաց, որ Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը միանալու են ՆԱՏՕ-ին, դու գնա քո գլխի ճարը տես։ Դրանից հետո նոր սկսեց Ռուսաստանը փորձեր կատարել վերադառնալ համաշխարհային ասպարեզ, բայց մինչ որ այդ ինքը դուրս էր, խաղից դուրս վիճակում էր։ Եվ հիմա ինքը փորձում է իր կորցրած ժամանակահատվածը տարբեր ձևերով հետ բերել։ Իսկ արևմուտքը իր հստակ խաղն է խաղում։ Իսկ արևմուտքի հիմնական թիրախը Չինաստանն է։ Եվ իրենք գնում են դեպի առճակատման Չինաստանի հետ, եւ այդ առճակատումները տեղի են ունենալու 3-4 կետում։ Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում եւ Հեռավոր Ասիայում։ Եվ Միացյալ Նահանգները իր ամբողջ այս խառնաշփոթը, որը ստեղծել է աշխարհում, միայն նրա համար է, որ իրենք փորձում են հասկանալ Չինաստանի հզորությունը եւ դիմադրողականության չափը։ Բայց Չինաստանը ուղիղ առճակատման մեջ կարծես թե ներգրավված չէ։ Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգները արևմուտքի, այսպես հավաքական արևմուտքի ուկրաինական ճակատում Ռուսաստանի դեմ պատերազմ, Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատերազմը, բայց Չինաստանը այսպես ուղղակի ներգրավվածություն այս պատերազմներում կարծես թե չունի։ Խնդիրը նրանում է, որ այսօրվա համաշխարհային համակարգը, գոյություն ունեցող համաշխարհային համակարգը, որը ստեղծվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինքը հիմնված է ֆինանսական աղբյուրների վրա։ Եվ 1960-ական թվականների ավարտից 70-ական թվականների սկզբից հետո դոլարի դերակատարումը համաշխարհային շուկայում դարձավ դոմինանտ դեր Միացյալ Նահանգների ճնշումները բազմապատկելու աշխարհի տարբեր պետությունների վրա։ Այդ իսկ պատճառով այսօրվա համաշխարհային առևտուրը հիմնականում կատարվում է դոլարով։ Եվ Չինաստանը շատ լավ հասկանում է, եթե ուղիղ առճակատման գնա Միացյալ Նահանգների հետ, դոլարը արժեզրկվելու է, անկում է ապրելու եւ իր տնտեսությունն է վնասվելու։ Եվ Միացյալ Նահանգները շատ լավ գիտակցում է, որ իր միկրոչիպերը եւ մնացած արտադրությունները, այդ թվում F-35 գերձայնային կործանիչները, գերզարգացած իր կործանիչները, իր սուզանավերը, հրթիռները, իր ամեն ինչը կախված է հազվագյուտ մետաղներից, որոնց արտադրության մոտ 85%-ը Չինաստանի ձեռքում է։ Այդ իսկ պատճառով աշխարհը այսօրվան իրար հետ շատ կապված է եւ պարտվելու է նա, ով սխալ քայլ կատարի։
Միացյալ Նահանգները ինքը պետություն է, որը հիմնված է համակարգի վրա, եւ համակարգը այնտեղ ինքն է որոշում, թե ով պետք է լինի նախագահ։ Այս փուլում Միացյալ Նահանգները Թրամփի նման մեկին են բերել գործի գլուխ, որը աղմուկ է ստեղծում։ Եվ իրենք այս աղմուկի մեջ մնացած համակարգերը իրենց աշխատանքներն են տանում առաջ։ Բերեմ ձեզ մեկ օրինակ։ Միացյալ Նահանգները դեռևս 2018 թվականից հետո պատրաստվում է Չինաստանի հետ պատերազմի։ Այդ իսկ պատճառով իրենք 2020 թվականին որոշում կայացրեցին, որ Թայվանից միկրոչիպերի արտադրությունը պետք է տեղափոխեն Միացյալ Նահանգներ։ 2024 թվականից Միացյալ Նահանգներում, երբ դեռ դեմոկրատներն էին իշխանության գլուխ, գնահատեցին այդ գումարի չափը եւ մոտ 3 տրիլիոն դոլար գումար հատկացվեց, որ մինչև որ 2027 թվականը միկրոչիպերի արտադրությունը Թայվանից տեղափոխվի Միացյալ Նահանգներ, որպեսզի պատերազմի սկսման պահին Միացյալ Նահանգները կախվածություն չունենա Թայվանում արտադրվող միկրոչիպերից։ Սա համակարգ է։ Հիմա Թրամփը բերել են, որ իր աղմուկով, իր անկայունությամբ, իր մեկ այս ասելով, մեկ այն ասելով եւ հետո իր խոսքերից նահանջելով աղմուկ ստեղծեն։ Երբ որ Թրամփը ընտրվեց որպես նախագահ եւ Ալասկայում ինքը հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ, իր հաջորդող օրերին էր հարցազրույցի ժամանակ ասացի, որ Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ միասին խաղում են քաղաքականության մեջ, այն քաղաքագիտության մեջ հայտնի անգղի եւ աղունիկի խաղը, որտեղ անգղի դերակատարումը լինելու է Եվրոպայինը, իսկ աղունիկինը լինելու է Միացյալ Նահանգներինը։ Լավ եւ վատ ոստիկանների դեր են խաղում։ Ոչ թե լավ եւ վատ ոստիկանների, այլ բարիս բուն իմաստով գիշատիչի եւ խաղաղասերի դեր են վերցնում։ Եվ դա հնարավորություն է տալու Միացյալ Նահանգներին եւ ամբողջական արևմուտքին, որպեսի ժամանակ շահեն եւ այդ ժամանակով վերաձևավորեն աշխարհը։ Ներկայդրությամբ նույն խաղն էլ ընթանում է։ Օրինակի համար նույն դերակատարումը իրենք վերցրել են Իրանի նկատմամբ։ Իրանի նկատմամբ անգղի դերակատարումը Միացյալ Նահանգներն է վերցրել։ Իսկ աղոնիկի դերակատարումը վերցրել է Եվրոպան։ Այսինքն գնում է դերերի վերաբաշխման ամբողջ աշխարհում։ Եվ այսպիսի իրավիճակների մեջ այդ ալիքները հասնելու են մեր տարածաշրջան եւ այդ ալիքների հասնելու պես այստեղ տեղի է ունենալու իշխանափոխություն, բայց խնդիրը այստեղ հիմնականում նա է, որ ինչքանով է ժողովուրդը պատրաստ այդ փոփոխությանը։ Եթե ժողովուրդը շարունակի լսել այսօրվա ընդդիմությանը եւ իշխանությանը, այստեղ ուղղակիորեն տեղի ունենալու շախմատի խաղաքարերի փոփոխություն։ Եվ մենք ոչ մի ուրիշ փոփոխության ականատեսը չենք լինելու։ Եվ այսօր եւ ընդդիմությունը եւ իշխանությունը ամբողջությամբ իրենք փորձ են կատարում եւ ճնշում են իրական մտավորականների առաջխաղացումը եւ այն մարդկանց, ովքեր որ ունեն հնարավորություն քաղաքական դաշտում փոփոխություն իրականացնեն։ Պարոն Պետրոսյան, բայց այս անգամ գոնե ընդդիմադիր դաշտում տեխնացուների պակաս կարծես թե չկար։ Բայց բոլորը նույն խաղն են խաղում։ Բոլորը նույն դաշտի մեջ, ֆուտբոլային դաշտի մեջ նույն գնդակի հետ են խաղում։ Այդ իսկ պատճառով շատ մեծ տարբերություն չունի ուժեղ Հայաստանն է, չգիտեմ, Նիկոլի թիմն է, թե ով է։ Բոլորը նույն խաղն են խաղում եւ նույն գնդակով։ Իսկ դատավորը արևմուտքն էր։ Ուզում եք ասել, որ ամեն դեպքում առայժմ գոնե թե արևմուտքը մեր տարածաշրջանում հաղթում է, քանի որ Փաշինյանը եւ առայժմ չէ, դեռևս սկսած 1991 թվականից է արևմուտքը մեր տարածաշրջանում իր ոտնատեղը ամրապնդում եւ ամրացրել եւ իրենք այստեղ հաղթող դերակատար են առայժմ։ Քանի որ պատմության ընթացքին շատ է պատահել, որ տարածաշրջանում գոյություն ունեցող պետությունները, ինչպես Պարսկաստանն են, Իրանն է կամ Ռուսաստանն է, իրենք հետ են վերադառնում։ Եվ ամեն անգամ վերադառնալուց իրենք կացնով են վերադառնում։
Պարոն Պետրոսյան, ուզում էի նաև հասկանալ տարածաշրջանում եւ նաև մեզ մոտ փոփոխությունները կախված են Միացյալ Նահանգներ Իրան հակամարտության հանգուցալուծումից։ Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը իրականության մեջ նեղուցների վերահսկման խնդիրն է, էներգակիրների վերահսկման խնդիրն է։ Հորմոզի նեղուցը ապահովում է աշխարհի շուրջ 20% նավթի պահանջը, ապահովում է շուրջ 47% պարարտանյութի պահանջը համաշխարհային, ապահովում է ալումինի, ապահովում է ծծմբաթթվի, ազոտաթթվի, հելիումի եւ շատ այլ բաների պահանջարկ ամբողջ աշխարհում։ Իսկ ապագա աշխարհը այս ամեն ինչին կարիք ունի։ Եթե պարարտանյութի գինը բարձրանում է, ամբողջ աշխարհում առաջանում է տնտեսական եւ սննդային ճգնաժամ, եւ այս ճգնաժամը ազդում է ամեն ինչի վրա։ Դրա համար իրենք ուզում են վերահսկեն այս նեղուցը, որպեսզի կարողանան հետագայում ճնշեն Չինաստանին։ Սա է, ամբողջ խաղը սա է։ Եվ դրա համար իրենք պիտի փորձեն Իրանը ճնշել, կազմաքանդել կամ նվազագույնը իշխանափոխություն իրականացնել եւ իրենց ուզած իշխանությունը բերեն այնտեղ գործի։ Սա է, այսինքն երբ որ մենք այսօրվա աշխարհի քարտեզին նայում ենք, մենք իրավունք չունենք իրադարձությունները նայել Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Թուրքիայի պատկերի վրա։ Մենք պարտավոր ենք վերևից նայել, որպեսզի այս խճանկարը ամբողջությամբ տեսնենք։ Պարոն Պետրոսյան, դուք ասում եք, որ լայնածավալ պատերազմ իրականացնելու ռեսուրս Միացյալ Նահանգներն Իրանի դեմ չունի, բայց նաև մենք տեսնում ենք, որ պարբերաբար ավիակիրներով նոր զենք զինամթերք է տեղափոխվում դեպի Մերձավոր Արևելք։ Այս տարի մինչև Իրան Ամերիկա պատերազմը առիթ ունեցա, չեմ հիշում, Հայ-2-ում էր թե որտեղ էր, վերլուծել թե ինչ քանակությամբ զենք եւ զինամթերք ունի եւ զորք ունի Միացյալ Նահանգները տարածաշրջանում։ Իրենք օգտագործեցին դա։ Միացյալ Նահանգները 40 օրվա պատերազմի ընթացքում օգտագործեց իր համաշխարհային հակաօդային պաշտպանության պատրիոտ համակարգի շուրջ 40% հրթիռները։ Այդ 40% հրթիռները վերարտադրելու եւ իր տեղը համալրելու համար Միացյալ Նահանգները 7 տարի է հարկավոր։ Միացյալ Նահանգները պատկերացնում էր, որ եթե սպանեն Իրանի հոգևոր առաջնորդին եւ այլ քաղաքական ղեկավարներին, Իրանում տեղի կունենա իշխանափոխություն եւ ժողովուրդը բողոքի ակցիաներով դուրս է գալու փողոց եւ կկազմակերպվի Իրանը։ Այդպես չեղավ։ Եվ դա ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ունեցած տեղեկատվությունը Իրանի նկատմամբ բավականին կիսատ է։ Եվ իրենք չեն տիրապետում ամբողջական տեղեկատվությանը։ Եվ իրենք ընդհանրապես ունեն արփանյակային հսկա համակարգ, ունեն հետախուզական հսկայական համակարգ, որոնք որ սարքերի միջոցով են հետախուզում, իսկ տեղում չունեն համապատասխան կադրեր, որպեսզի ստանան հստակ տեղեկատվություն իշխանափոխության պարագայում ինչ է լինելու։ Սա է խնդիրը։ Եվ Միացյալ Նահանգները ինչքան էլ որ հիմա հրթիռակոծում կամ ռմբակոծում է, դա իր ծավալը չի մեծանում։ Չի մեծանում։ Իրենք բիմեք դեպի ռմբակոծիչներ են բերում, լավ, ռմբակոծեցիք, հետո դա չի բերելի իշխանափոխության։ Միացյալ Նահանգների հիմնական խնդիրը այսօր ամբողջ աշխարհում էներգակիրների գինն է եւ պարարտանյութի գինը։ Եվ նույն այս ժամանակահատվածում, երբ որ Հորմոզի նեղուցում Միացյալ Նահանգները ունի խնդիր, տեսնում ենք մեկ այլ խնդիր է առաջանում Միացյալ Նահանգների համար։ Ուկրաինան ստանալով հեռահար հրթիռներ, հրթիռակոծում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները։ Արդյունքում դիզվառելիքի գինը ամբողջ աշխարհում բարձրանում է վերև։ Իսկ Միացյալ Նահանգների դիզվառելիքի 70%-ը գնում է Ռուսաստանից։ Շուտով սկսելու է բերքահավաքը Միացյալ Նահանգներում։ Ինչ է անելու։ Նոյեմբեր ամսին միջանկյալ ընտրություններն են։
Ինչ է անելու իշխանությունները Միացյալ Նահանգներում, իրենք ունեն լուրջ խնդիր։ Եվ ըստ երևույթին վերջի ժամանակահատվածը Միացյալ Նահանգների ուղեղային կենտրոնները չափից ավել էին ինքնավստահ դարձել եւ մտածում էին, որ իրենց բոլոր տեղեկատվությունները օգտագործելով արհեստական բանականությունը եւ մնացած հետախուզական սարքերը իրենց տալիս են ամբողջական պատկերը, բայց պարզվեց, որ այդ ամեն ինչը միֆ էր։ Եթե Միացյալ Նահանգները ունենար հզորություն Իրանը տապալելու, միջև հիմա կտապալեր։ 100 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը 43 անգամ ըստ CNN-ի ասել է, որ Իրանը ոչնչացել է։ Բայց Իրանը շարունակում է դիմադրել եւ ամեն օր նոր տիպի զենք ու զինամթերք է օգտագործում։ Եվ Միացյալ Նահանգները վերջում կմնա մեկ խնդրի դիմաց։ Օգտագործել տակտիկական ատոմային ռումբ Իրանի դեմ։ Կարծում եք կգնա այդ քայլին։ Միանշանակ կգնա։ Բայց դա իր վերջի քայլն է եւ դա լինելու է Միացյալ Նահանգների կործանման հիմնական ակորդը, քանի որ դրանով եթե իրենք նմանատիպ քայլ իրականացնեն, դրանից հետո Ռուսաստանը իրավունք կվերապահի իրեն օգտագործի Ուկրաինայի դեմ տակտիկական ատոմային ռումբ, Չինաստանը Թայվանի դեմ։ Եվ դա միանգամից կկործանի Միացյալ Նահանգներին։ Եվ Միացյալ Նահանգները որպես համաշխարհային ռազմական ուժ կդառնա 0։ Կմնա միայն իր ֆինանսական ուժը, եւ որը երկար չի դիմանա, եւ 15-20 տարվա ժամանակահատվածում ինքը արդեն դուրս կգա այդ բանից։ Պարոն Պետրոսյան, ձեր խոսքի մեջ քիչ առաջ օգտագործեցիք մի արտահայտություն, ասացիք, որ վաղ թե ուշ Ռուսաստանը եւ Իրանը վերադառնալու են եւ վերադառնալու են կացնով, սա ինչ է ենթադրում։ Սա ոչ մի բան չի ենթադրում, սա փաստ է, պատմական փաստ է։ Ռուսաստանը 2 անգամ Անդրկովկասից հեռացավ։ 2 անգամն էլ հետ վերադարձավ կացնով։ Ռուսաստանը կայսրություն է։ Առիթ ունեցել եմ ասելու, Ռուսաստանը սպիտակ արջ է։ Ճիշտ է, եղունգները ջարդված է, ատամները քաշված է, բայց արջ է։ Եվ եթե ընկնի որևիցե մեկի գլխին, կճզմի իրեն։ 500 կիլոանոց արջ է սա։ Եվ այսպիսի արջի հետ չի կարելի կատականել։ Այդպիսի արջի հետ Միացյալ Նահանգները չի համարձակվում կատականի։ Այսօր Ռուսաստանը պատերազմում է շուրջ 56 պետության հետ։ Դա փաստ է բոլորի համար։ Եվ ուր են հասել։ Իրանը միայնակ պատերազմում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի երկու միջուկային զենք ունեցող պետության դեմ։ Ուր են հասել իրենք։ Այն միֆը, որը փորձում է ստեղծել արևմուտքը, այդ միֆերը չի աշխատում։ Վերջի 20 տարվա ընթացքում 2000 թվականից մինչև հիմա 25 տարվա ընթացքում համաշխարհային շուկայում Միացյալ Նահանգները դարձել է երկրորդական դերակատար եւ առաջնայինը դարձել է Չինաստանը 194 պետությունից Չինաստանը աշխարհում 170 երկրի առաջին առևտրային գործընկերն է այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրամիության, Հնդկաստանի եւ մնացած բոլորի 20 տարի առաջ Աֆրիկան գրեթե ամբողջությամբ արևմուտքի ձեռքի տակ էր այսօր Աֆրիկայում Միացյալ Նահանգները եւ արևմուտքը ունեն մի երկիր, որտեղ ունեն ներկայություն եւ դա Ջիբութին է 20 տարի առաջ Եվրոպան ուներ հնարավորություն թալանելու աֆրիկյան ռեսուրսները եւ դրանով հարստանում էր այսօր չունի այդ հնարավորությունը եւ ուստի Եվրոպայում իրավիճակը մանավանդ տնտեսական իրավիճակը ավելի է վատանալու եւ քանի որ իրենք դա շատ լավ հասկանում են իրենք հրահրելու են պատերազմը մեկ ուրիշ քննարկում որպեսզի ավելի պարզ լինի Եվրոպան տարեկան Ռուսաստանից գնում էր, մինչև որ Ուկրաինայի պատերազմը, շուրջ 450 միլիարդ խորանարդ մետր գազ Ռուսաստանից։ Հիմա ուռճացնում են Ադրբեջանի դերակատարումը։
Ադրբեջան դա նույն ռուսական գազն է, չէ՞։ Թողնենք նույն գազն է, թե նույն գազը չի, բացարձակապես դա կարևոր չի։ Ամբողջ հնարավորություն այդ խողովակաշարինը 8 միլիարդ խորանարդ մետր է տարեկան։ Շատ աննշան է։ Շատ։ Այսօր կարդում էի, որ Ուզբեկստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ մնացած այդ ամբողջ գազային համակարգը իրենք կարողացել են ծավալը հասցնեն տարեկան մոտ 24 միլիարդի։ Բայց դա առավելագույն հնարավորությունն է։ Սա նշանակում է, որ Եվրոպան այսօր փորձում է Ադրբեջանին աճեցնել եւ օգտագործել։ Եվ սա նշանակում է, որ առևտուր է շուտով տեղի ունենալու մեր տարածաշրջանում։ Եվ ուժեղների միջև։ Եվրոպան շուտով մեռնելու է։ Եվրամիությունը որպես այդպեսին շատ շուտով կմեռնի։ Ինքը հնարավորություն չունի այսօրվա համաշխարհային տնտեսական մրցակցությանը դիմագրավելու, դիմակայելու եւ դիմադրելու։ Ինքը մեռնելու է։ Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստան։ Ռուսաստանը ինքը, տեսեք, Ռուսաստանը ունի անսահման ռեսուրս։ Իրոք ունի անսահման ռեսուրս։ Քանի տարի առաջ էր կարդում էի, որ ռեսուրսի առումով իր ունեցած ամբողջական պատկերով Ռուսաստանը ունի մոտ 74 տրիլիոն դոլարի հանքանյութեր, գազանյութ եւ այլը։ Ռուսաստանից հետո Միացյալ Նահանգներն էր 35 տրիլիոն։ Այսինքն Ռուսաստանը Միացյալ Նահանգների կրկնակի ռեսուրսը ունի։ Սա եթե իրեն ավելացնենք նաև ռուսական հոգեբանությունը, Ռուսաստանը կկարողանա դիմագրավի եւ դիմադրի, բայց ինքը մրցակից չի։ Եվրոպան մրցակից է, բայց չի կարողանա դիմադրի։ Քանի որ ամենապարզ օրինակը բերեմ, ինչ է պետք եվրոպացուն կամ ամերիկացուն ապրելու համար, լավ մեքենա, լավ տուն, լավ ինտերնետ, չգիտեմ, լավ ճամփորդություն, ամեն ինչի լավ է։ Ինչ է պետք ռուսին ապրելու համար, մի կտոր սև հաց, մի կտոր երշիկ, կես լիտր օղի, իսկ շատ ճոխ է ուզում ապրել, մի հատ թթու վարունգ։ Ով է դիմադրելու։ Սա փաստ է, Ռուսաստանն այդպես է, Ռուսաստանի ժողովուրդը մինիմալիստ է, Եվրոպան մաքսիմալիստ է։ Իսկ այսպիսի դիմակայությունների մեջ նրանք ովքեր որ մաքսիմալիստ են, իրենք կորցնելու են։ Գալով կամ վերադառնալով մեր տարածաշրջանում առևտրին։ Ում են առևտուրի առարկա դարձել։ Այո, ով է դա։ Ամբողջ Անդրկովկասը։ Այդ թվում եւ Հայաստանը։ Այո, այդ թվում եւ Հայաստանը։ Անդրկովկասը իր տեղով, դիրքով, ամեն ինչով մի միավորում է։ Բայց այստեղ կարևորը նա է, որ վերջի 35 տարվա ընթացքում Հայաստանի որևիցե քաղաքական լիդեր, բացարձակապես բոլորը, Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ եւ մնացած բոլորը, չկարողացան օգտագործել հայկական ռեսուրսը ամբողջ աշխարհում։ Եվ Հայաստանը ավելի հզորացնելու փոխարեն իրենք թուլացրեցին։ Ամենապարզ օրինակը բերեմ։ Սյունիքը Հայաստանի ամենահարուստ շրջանն է։ Ինչքան մարդ է ապրում այդտեղ։ 130,000, 150,000, լավ։ Սա խայտառակություն է։ Արցախը Հայաստանի անվտանգության վահանն էր, որը Հայաստանին տալիս էր եւ հացահատիկ, եւ էլեկտրաէներգիա, եւ ջուր, եւ մսամթերք, եւ ամեն ինչ։ Ինչ արեցին այն պահելու համար։ Ոչինչ։ Բոլոր նախագահները անխտիր իրենք պատճառ հանդիսացան, որ հայությունը հիասթափվի սեփական մենքից։ Բոլոր նախագահները այնպես արեցին, որ Հայաստանից հեռանա հայությունը։ Սա է փաստը։ Իսկ արդյոք դժվար էր Հայաստանում ժողովրդին պահելը, ոչ։ Կարիք չկար հեծանիվ հորինեին։
Ընդամենը գնային 1975 թվականի Կարեն Դեմիրճյանի ծրագիրը նայեին, որ ինչ էր ինքը առաջարկում Հայաստանի զարգացման համար։ Եվ ուղղակիորեն դա իրականացնեն, քանի որ այդ ծրագրի վրա աշխատել էր ավելի քան 300 գիտնական։ Իրենք ուրիշ ոչ մի բան չի պիտի անեին։ Բայց քանի որ բոլորը գիտունիկներ են, հասանք այստեղ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Կարծում եմ բանալին գոնե տրվեց, այնպես որ։ Այո, բանալին միշտ կա։ Հիշեցնեմ, զրուցում էի Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։